Երևանի փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանը իր սոցցանցի էջում անդրադարձ է կատարել նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի հայտարարությանը։ Լևոն Հովհաննիսյանն իր սոցցանցի էջում գրել է. Նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը հայտարարում է, թե իր օրոք քաղաքային բյուջեով 460 ավտոբուս է գնվել։ Ճշտենք, խոսքը որ տրանսպորտային միջոցների մասին է։ 100 գազելները, որոնց գնումը ներառված չի եղել համայնքի կողմից պատվիրված անգլիական ընկերության կազմած ծրագրում, դրանք համաձայն ավտոմոբիլային տրանսպորտի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի համարվում են միկրոավտոբուսներ, որոնք շատ կարճ ժամանակ անց դուրս եկան շարքից և համայնքը մինչ օրս մեծ գումարներ է ծախսում դրանց վերանորոգման վրա։ Թե 211 ժոնգթոնգ ավտոբուսները, որոնք գնվել են բացառապես այն ֆինանսական միջոցներով, որոնք գոյացել էին ավականու կողմից հաստատված տարեկան բազմաթիվ այլ ծրագրեր չիրականացնելու արդյունքում։ Դրա ապացույցն այն է, որ իր կառավարման տարիներին քաղաքի բյուջեի ծախսերի կատարողականը կազմում էր ընդամենը 63-ից 73%։ Մնում է հայտնաբերել մնացած 149 ավտոբուսները։ Մարությանը 2021 թվականի դեկտեմբերի 16-ին իմանալով, որ օրեր անց հեռացվելու է քաղաքապետի պաշտոնից և չունենալով բյուջեում նախատեսված ֆինանսական միջոցներ, ապագայում սեփական PR-ը ապահովելու համար շտապ 15.6 ընթացակարգով ստորագրում է 100 ավտոբուսների մրցույթ հայտարարելու մասին փաստաթուղթ։ Դրանից հետո մենք ստանձնելով քաղաքի նաև գործադիր կառավարումը ոչ միայն կարողանում ենք գտնել համապատասխան ֆինանսական միջոցները, այլ նաև 100 ավտոբուսի փոխարեն նույն այդ տարում գնում ենք 180-ը։ Եվ ի տարբերություն Հայկ Մարությանի, դրանք չեն գնվում այլ ոլորտներից գումարներ կրճատելու հաշվին։ Չենք մոռանում բաժանորդագրվել ալիքին։